Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր նյուզի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը ջրային ռեսուրսները։ Մեր հյուրն է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու, հիդրոերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ Հրաչ Շահինյանը։ Պարոն Շահինյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք այսօր խոսելու ենք ջրերի մասին։ Սովորաբար ասում են հայկական լեռնաշխարհը, ջրաբաշխ, ինչ որ տարածք է, բայց ընդհանրապես ջրերի մասին պետք է խոսենք ոչ միայն հայկական լեռնաշխարհի տարածքում, այլ ընդհանրապես ջրերի մասին, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Խնդրում ասեք մեզ, ջուրը երկրաբանության տեսանկյունից ինչպես է ներկայացվում, ինչ է իրենից ներկայացնում ջուրը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ջուրը բոլորին շատ լավ ծանոթ եւ միևնույն ժամանակ ուրեմն անհայտ շատ անգամ գոյացություն է երկրաբանական տեսակետից անչափ հետաքրքիր եւ իզուր չի, որ ջրով զբաղվում են բազմաթիվ հիմնարկներ, այդ թվում եւ գիտական եւ արտադրական։ Մեր ինստիտուտն էլ վաղուց իր հիմնադրման օրվանից զբաղվել է ջրերի կազմերով, հիմնականում, որը շարունակվում է մինչև հիմա, արդեն 90 տարի է, եւ մեր ուսումնասիրությունները նպաստում են ինչպես մեր երկրի, այնպես էլ ընդհանուր գիտական տեսանկյունից ամբողջ աշխարհում դասակարգումներին, նրանց ձևավորման պայմաններին, այսպես օգտագործման եւ այլն բազմաթիվ հարցեր են։ Ես որպեսզի շատ ծավալին չանդրադառնամ, ուղղակի պատրաստել եմ մի փոքրիկ, ուրեմն ինձ հուշող մի բան, որ ինչ տեսակ են հիմնականում լինում ջրերը։ Սա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում նայում են այս տեսանկյունից։ Ուրեմն դրանք տարբեր նշանակություն են ունենում, տարբեր օգտագործման բնագավառներ են ունենում եւ մի բան ընդհանուր ունենք, որ առանց ջրի ոչինչ չեն կարող ունենալ։ Այո։ Եվ իմ խորը համոզմամբ աշխարհի համար մեկ հիմնահարցը խնդրեմը դա ջրի հետ է կապված։ Անկախ ամեն ինչից մնացած բոլոր բնական արհավիրքներից եւ այլն։ Երկու ճյուղ ունի այս հարցը։ Ջուր կա, թե չէ։ Եթե չկա, բոլոր հարցերը փակվում են, այդտեղ ուրեմն ոչինչ չկարող լինել։ Եթե կա, դա ինչ ջուր է։ Եվ մեր բոլոր հետաքրքրությունները, ուսումնասիրությունները, անհրաժեշտ գիտելիքները մղվում են հենց այս մի ճյուղի վրա։ Ես շատ ընդհանրացված փորձեմ ուղղակի ինֆորմացիա տալ, տեղեկատվություն ունենանք, թե ինչ են սրանք նշանակում, ես իմ ասած, ուրեմն մի քանի տեսակն էլ հարաբերական, այսպես խմբերի բաժանենք ջրերը, առաջինը, որ մեզ համար շատ կարևոր եւ բոլորի համար, խմբելու քաղցրահամ ջրեր։ Մի բան, որ Հայաստանում կա եւ շատ կա։ Շատ կա։ Եվ շատ բարձր որակի կա։ Սա այն ջուրն է, որ մենք ընդհանրապես պետքա ուղղակի շատ խնամքով վերաբերվենք, բայց ցավոք դեռ այնքան էլ խնամքով չենք վերաբերվում։ Ինչու են ասում խմելու քաղցրահամ, որովհետև կա նույն կարգի, քիմիական կազմով նույն կարգի ջրեր, որոնք նաև խմելու չեն, օրինակ Սևանի ջուրը։ Դա կազմը արտահայտող տարրերի ու միացությունների դասավորվածության շարքից կախված երևույթ է։ Այսինքն Սևանի ջուրը քաղցրահամ է, բայց խմելու չէ։ Այո, խմելու չէ։ Մենք դա համարում ենք, երբ որ ասում են, որ Սևանը մեր խմելու ջրի աղբյուր, դա միայն վերամշակումից հետո կարելի է դա անել։ Իսկ այս դեպքում ովքեր որ պատահաբար կուլ են տվել Սևանի ջուրը, կիմանան, որ դա այնքան էլ հաճելի չի։ Կա այսպիսի, ուրեմն խմելու քաղցրահամ ջրեր եւ ուղղակի քաղցրահամ ջրեր։
Այնուհետև ամենաելի տարածվածներից մակերևութային հոսքի ջրեր։ Սրանք բոլորը նույն ընդհանրապես մակերևութային ջրեր, այդ թվում մակերևութային հոսքն է։ Դրանք գետերն են, լճեր, ջրամբարներ։ Այս բոլորը ունեն հատուկ նշանակություն, իրենց կիրառման ոլորտները, առանց սրա նույնպես շատ դժվար է պատկերացնել ընդհանրապես ոչ միայն մարդու, այլ ընդհանրապես կյանքը։ Հետո մենք էլի Հայաստանում որ շատ կա, ու աշխարհում շատ տարածված հանքային ջրեր։ Հանքային ջրերը ինչու են առանձնանում, հենց իրենց կազմով։ Միգուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց մինչև այսօր աշխարհում չկան հանքային ջրերը բնութագրող վերջնական մոտեցումներ, որովհետև դրանք այո բարդ մոտեցման կարիք ունեն։ Հիմա այսինքն չենք կողմնորոշվում դա խմելու է կամ այլ նպատակի, հա։ Կա եւ խմելու, եւ ասենք լոգանքի համար, ցեխի վաննաներ կան եւ այլն, բայց ես մի փոքր եթե անհրաժեշտությունը կա, ավելի փորձեմ նշել որոշ, որովհետեւ այս մասին շատերը հարցեր միշտ ունենում են, համենայնիվս ինձ հասնում են այդ հարցերը, ես փորձում բացել։ Հանքային ջուրը դա այն ջրերն են, որոնք իրենց կազմում պարունակում են էլեմենտներ կամ միացություններ քիմիական, որոնք ունենում են ազդեցություն օրգանիզմների վրա։ Գրականության մեջ երբեմն սխալմամբ գրում են, որոնք ունենում են բարերար ազդեցություն։ Բայց կարող են նաև ունենալ բացասական։ Լրիվ, հա, եւ նույն տարրը կարող է մեկի վրա ունենալ բարերար ազդեցություն, մյուսի վրա նույնիսկ շատ ավելի, հա։ Ինչու՞մն է այստեղ խնդիրը, հանքային ջրերը, սահմանումներ կան, տարբեր, մեկը դա էր, որ այսցի, հա, ունի այդպես ազդեցություն ունեցող ինչ-որ միացություն։ Մյուսը նրա ընդհանուր լուծված աղերի քանակով մենք հաշվում ենք միներալիզացիան ջրերի, ինչքան լուծված աղեր կան այդ ջրում։ Երբ որ 1 գրամ լիտրից, այսինքն միլիտր ջրում լուծված աղերի քանակը 1 գրամ լիտրից ավելի է, դա արդեն կարելի է համարել հանքային ջուր։ Աղերի բարձր քանակով, բայց դա էլ վերջնական չի, կարող է բարձր լինել կամ ցածր լինել, որպես ավելի պատկերավոր ասեմ, ցածր լինել 1 գրամից, բայց անվանվի հանքային ջուր, որովհետև ենթադրենք թե գազ ունի, որը նույնպես քանակով են որոշում, եթե 500 միլիգրամ լիտրից ավել եղավ գազը, դա արդեն հանքային ջուր է, անկախ նրանից թե ինչ տարրեր են մեջը, ինչ քանակներով։ Էլի կան դասակարգման չափանիշներ, բայց մինչև հիմա հա։ Չէ, հանքային ջրերի մասին է։ Եվ շատ կարևոր մի բան այ առիթը փորձեմ հասցնել մեր ունկնդիրներին, հանքային ջուրը մենք սիրում ենք խմել սովորական ջրի փոխարեն էլ։ Ցավոք ես ինքս էլ, բայց չի կարելի, դա իրոք չի կարելի, որովհետև մարդու օրգանիզմը ընդունակ է մարսել, յուրացնել եւ հեռացնել մինչև 1 գրամ լիտր հանքայնացում ունեցող ջրի աղերը։ Օրվա ընթացքում մի անգամից էլ եթե խմի օրվա ընթացքում էլ որ խմի 1 լիտրում 1 գրամ։ Մեր բոլոր հանքային ջրերը, որ մենք գնում ենք, հա, խանութներից, երևի շատերի տներում միշտ կան եւ մանավանդ ամռանը սիրում ենք խմել, ամենաքիչը, եթե չեմ սխալվում, 3-3.5 գրամ ամենափոքր հանքայնացումները այդքան, այսինքն ինչ է ստացվում, որ մենք եթե խմում ենք 2 կամ 3 անգամ ավել, քան կարելի է, ել չեմ ասում ավելի բարձր թվերի մասին, դրանք կուտակվելու են ինչ որտեղ։ Այսինքն կարող են վնասել օրգանիզմը։ Անպայման վնասելու են։ Ուղղակի դրա վատ կողմը գիտեք ինչն է, որ խմելուց անմիջապես հետո չի զգացվում, որ դա վնասակար ազդեցություն է թողնում,
կարող է տևել 10 տարի, 20 տարի, 30 տարի, բայց դա անպայման շլակների ձևով, քարերի ձևով ինչ որտեղ կուտա եւ մեր բնակչության մեջ շատ մեծ տոկոս են կազմում են մարդիկ, ովքեր ունեն այդ կուտակումները։ Ահա, երիկամի քարերը կապ ունեն դրա Եվ հետ։ երիկամ քարերը Լյարդի եւ բոլոր թելեղապարկի։ նույնիսկ աղիներում այսպես կալցիի շերտեր են գոյանում, որոնք հետևանք են այս բարձր միներալիզացիա ջուրը շատ օգտագործել։ Դա միայն դա չի պատճառը։ Մենք շատ ունենք նման բաներ, բայց սա ես ուղղակի առիթից օգտվելով ուզում եմ շատ ասել, հետաքրքիր որ ովքեր տեղեկություններ։ որ շատ սիրում են, Պետք չի պետք չարաշահել։ չի, այո, պետք չի չարաշահել։ Նու հանքային ջրերի մասը եւ հիմա ունենք նաեւ հանքավայրային ջրեր, այսինքն միշտ ունեինք, հիմա ուշադրություն են դարձնում հանքավայրային ջրեր, ովքեր եղել են հանքավայրերում, ոչ ասենք թե տուֆի եւ այլ, ասենք մետաղային օգտագործությունների, մոլիբդենի, մոլիբդենի, դրանք բոլորը բովանցքեր կոչվող այդ որ փորում են լանջերի մեջ, հա, եւ փոքրիկ վագոններով դուրս են բերում հանքակարը։ Այդ բոլոր բովանցքներից դուրս են գալիս ջրեր, որովհետեւ լանջերը երբ որ ճնշումը փոխվում է, հա, այդտեղ արդեն հեշտանում է ջրի մուտքը, որ ասում են ջուրը իր ճանապարհը կգտնի, գտնում է իր ճանապարհը, գալիս լցվում այդ բովանցքի մեջ ու դուրս են գալիս։ Բայց այս ջրերում մեծ քանակ են կազմում վտանգավոր եւ վտանգավոր դա իր հերթին եւ մետաղական եւ ոչ մետաղական օգտակար հանածոների իոններ։ Եվ հիմա ես մի 2-3 տեղ հոդվածներում արդեն նշել եմ այդ մասին եւ կարծում եմ որ հեռու չէ ժամանակը որ հանքավայրային ջրերը կծառայեն որպես օգտակար հանածոների ստացման աղբյուր։ Հանքավայրերը բոլորը սպառվելու կարողություն ունեն, հատկություն ունեն եւ դա մի օր իրոք վերջանալու է, հա, եւ օգտագործելու են այս ջրերը։ Այստեղ իհարկե կծակի քիմիական տեխնոլոգիայի հարցեր, թե ինչ ձևով են կորզելու իոնները, որոնք հետո կդառնան այն մետաղները ինչի մասին որ մենք մտածենք այդ ժամանակ տեսնենք թե ինչ կլինի, բայց սրանք արդեն այսօր իրենցից ներկայացնում են վտանգ օգտագործման տեսանկյունից։ Ես տեսել եմ Հայաստանի տարբեր մարզերում, ոնց են գյուղերում այդ ջրում այգիներ, ռոռոքում, հա, այդտեղ արածում են կենդանիներ եւ այդ մետաղները եւ բույսերի եւ կենդանիների միջոցով անցնում են մեզ, դա լավ հետևանքներ չի կարող բերել հետևանքների, եթե դա քանակները մեծ լինեն եւ դա հսկողության տակ չգտնվի այդ process-ը։ Մյուսը ընդհանուր ամենամեծ այսպես մեր ուսումնասիրությունների առարկան, որը հիմնականում հիդրոերկրաբանության ուսումնասիրության առարկան է, ստորերկրյա ջրեր։ Մենք միշտ օգտագործում ենք արտեզյան ջրեր, ստորերկրյա հոսք եւ այլ, սրանք մեր ամբողջ ջրային համակարգի, այսպես ասած, հիմքն են կազմում ստորերկրյա ջրերը։ Հայաստանում շատ կան։ Կան, իհարկե կան, մենք ունենք մի քանի ավազաններ եւ ճնշումային եւ ոչ ճնշում, այդ որ ասում ենք արտեզյան ավազաններ։ Այդ ջրերը շատ ուսումնասիրության շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր բնագավառ են։ Հիդրոերկրաբանությունը հենց դրանցով զբաղվող գիտություն, իսկ մերը հիդրոերկրաքիմիան առաջ եղել է ուրեմն հիդրոերկրաբանության մի փոքրիկ մասը, հետո արդեն սկսել են գիտակցել մարդիկ սրա կարևորությունը, նշանակությունը եւ սկսել են զարգացնել։ Հիմա արդեն հասել ենք այն աշխարհին, որ դա որպես առանձին գիտություն հանդես է գալիս ու մենք կարողանում ենք կազմերի միջոցով մեր ջրերի եւ նշանակությունը եւ որակը եւ օգտագործման բնագավառ բոլորը որոշել։ Հիմա այս ստորերկրյա ջրերը, ասես դա այն չի, որ մենք պատկերացնում ենք, հա, որ դա ստորերկրյա գետեր, ինչ որ լճեր, չէ։ Մի օրինակ ուղղակի բերեմ հիմա, որպեսզի պատկերավոր լինի իմ ասածը, մենք Երևանում խմում ենք, գիտեք ինչ ջրեր։ Այն ջրերը, որոնք ձևավորվում են Արագածի լանջերին։ Հալոցքից, Հալոցքից, անձրևից,
Դրանց մի մասը մակերույթային հոսքի ձևով են հեռանում, մյուս մասը ներծծվում, ֆիլտրվում ու ճանապարհ են ընկնում դեպի Երևան։ Ուրեմն Արագածի մասիվից են գալիս եւ հիմնական մասը Գեղամա լեռնաշղթայի ջրերն են։ Դրանք տարիներ են տևում, մինչև հասնում են մեզ։ Տարիներ, տասնյակ տարիներ, ոչ թե 1, 2, 3 տարի։ Այսինքն այն ջուրը, որը հենց հիմա մեր ծորակից հոսում է, կուտակվում է տասնյակ տարիների ընթացքում։ Չկուտակվում, նա հոսում է դեպի Այսինքն տասնյակ տարիներ հոսելով հասնում է ճեղքերով, կապիլյարներով, Ահա, խողովակներ, կապիլյար խողովակներ, ճեղքեր եւ դանդաղ դրանք գալիս են։ Դրա համար շատ անհանգստության առիթ է տալիս երկրաբաններին, հատկապես հիդրոերկրաբաններին ամենաշատը, թե ինչու այդքան անխնամ ենք օգտագործում մենք ջուրը, որովհետեւ այն ջուրը, որ մենք օգտագործում ենք տոննաներով, այսպես անխնամ ձևով, դա տասնյակ տարիների ձևավորված ջուր է, որ հասել է մեզ։ Եվ երբ որ մենք օգտագործում ենք ավելին, քան հասնում, այս դեպքում մենք ունենում ենք, ոնց ասեմ, ավելի պարզ լինի, բացասական բալանս ենք ունենում։ Իսկ բացասական բալանսը այս դեպքում շատ երկար տարիներ է պահանջում, որ լրացվի։ Նա, այսպես ասենք, մոտավորապես, լավ, չասեմ այդպես, կիլոմետրերը անցնում են տարիներով, շատ երկար տարիներ, եւ գոնե պետք է պահպանել այդ բալանսը, որ մենք չունենանք այդ ամենածանր վիճակը կլինի, որ ջուրը սկսի արդեն սպառվել։ Պակասել, ես Արխանգելսկում տեսել եմ գյուղ տայգայում, հյուսիսային տայգայում, դատարկ, ամբողջությամբ դատարկ, տները, բոլորը դռները բաց, ամեն ինչ ներսում ձեռք տրված չի, ինչի հետո հասկացանք եւ իմացանք, մենք հարցրեցինք, տեղեկացրեցին, այդտեղ կորել էր ջուրը։ Եվ դա շատ հեռու տարածությունների մասին է խոսքը։ Եվ մարդիկ, որպեսզի կարողանան փրկվել, դա ամռաններ, շատ շոկ, որպեսզի կարողանան փրկվել, ով ինչ կարող էր վերցրել էր իր հետ ու հեռացել էին այդ մասից, առանց տան եղած չեղածը ձեռք տալու, որպեսզի հասցնեն, որովհետև 2 օր կարող էին ապրել, ավել չէ։ Իսկ ճանապարհները շատ այնտեղ հեռու են։ Հա։ Այսօր էլ աշխարհում 1 միլիարդ մարդ ունի ջրի պակաս, չէ՞։ Եվ փաստորեն մենք բացառիկ բախտավորություն ունենք, որ մեր տարածաշրջանում բախտ է վիճակվել ունենալ որակյալ, ինչպես դուք ասացիք, շատ բարձր որակի ջուր։ Գիտեք, դա առողջության նման բան է, երբ որ մարդը առողջ է, այդ մասին չի մտածում, չէ՞։ Մենք այ հիմա ջրի հետ նույն այդ հարաբերության մեջ ենք։ Երկրներ կան, որոնք նույնիսկ ծաղիկը, որ ջրում են, ոչ խմելու ջրով, տեխնիկական ջրով, տակը թաս են դնում այդ համանի, որ այն ջուրը, որ ծաղիկը չի վերցնի, հողը կուլ չի տա, գալցվի ու հետո նորից ջրեն։ Իսկ որոշ երկրներ նույնիսկ խմելու ջուր, նրանք աղբյուր չեն տեսել, չգիտեն դա միայն շշերով։ Ու շատ են այս երկրները, կարող եմ թվարկել, բայց չեմ ուզում նրանց։ Լավ։ Իսկ մենք ափսոս, որ դեռ չենք հասել այդ գիտակցությանը, հույս ունեմ, որ շուտով կհասնենք առանց այդ դժվարությունները զգալու։ Ես միայն մեջբերեմ, որ Աֆրիկայի պետությունների մեծ մասը, Հնդկաստանը, արաբական երկրների մեծ մասը, բոլորը ունեն ջրի խնդիր եւ նույնիսկ շատ խորը հորեր են փորում, որպեսզի անձրևաջրերից գոնե կուտակումներ առաջանան, կարողանան օգտագործել։ Կա։ Եվ այն որակը, որ մեր ջուրը ունի, դա հազվադեպ հանդիպող մեր այդ կինոն, Միմինոն, Այո։ Մեր շատ սիրելի մեր մկրճարազմա աշխարհում իհարկե Դիլիջանի մասին դա այդքան էլ հումոր է, բայց Հայաստանում իրոք ջրերը նույն իմ սեղանին աշխատանքի իմ սենյակում դրված է ամբողջ աշխարհի այդ ջրերի կազմերի մասին տեղեկագիր, որը թվային կազմերի մասին եւ իրոք որ մեր ջուրը շատ բնութագրիչներով չի զիջում,
ամենաբարձր պահանջներին եւ երբեմն բնութագրիչներ կան, որոնցով գերազանցում է այդ Սա պետք է ուղղակի գոնե պահպանել, եթե մենք ոչինչ չենք որ ավելի լավ ասենք, գոնե պահպանել է պետք։ Շատ լավ։ Իսկ այս ամեն ինչը երևի սա էլ ասեմ միգուցե հետաքրքրի կարգավորումը նորմեր սահմանելով, թե ինչ ջրեր կարելի է ինչի համար օգտագործել։ Եվ մեր երկրում կար, առաջ էլ կար սովետական միության համար ամբողջ կար մի նորմեր դա տարօրինակ, բայց դա քաղաքականություն էր։ Մի երկիր էր պետք է մեկ նորմ ունենար։ Մի քիչ աբսուրդը շատ մեծ է, հա, պատկերացնում եք, չէ՞, դա դրանք արևելքից արևմուտք 9 ժամային գոտեր եւ 9 ժամային գոտում ունենալ մի նորմ պլյուս դրան հյուսիսից հարավ, ասենք Մուրմանսկից մինչև, չգիտեմ, Ղազախստանի հարավ, էլի նույնն էր։ Ցավոք մեր մոտ որոշ դեպքերում առաջնորդվել են այս նորմերով, բայց կա նաև ուրեմն դրական մոտեցումներ կան, ինչի համար են նորմերը։ Առաջին հերթին մարդու առողջությունը կենդանիների պահպանելու, հա, այս խնդիրն ունենք մենք բժշկական, առողջապահական ուրեմն խնդիրները լուծելու համար, թե ինչ էլեմենտ կամ ինչ միացություն պետքա ինչից ավել չլինի։ Ոնց որ ես արդեն ասացի, ընդհանուր քանակը լուծված ծաղերի 1 գրամից ավել պետք չլինի։ Եվ այնտեղ կան բազմաթիվ էլեմենտներ ու միացություններ, որոնք նորմավորվում են։ Նորմավորվում են նաև ձկնաբուծության համար օգտագործվող ջրերը եւ պետքա ասեմ, որ դրանք ավելի խիստ են, քան մարդու խմելու համար օգտագործվում։ Այս պահին Հայաստանում նկատում։ Այո, շատ տարօրինակ է։ Նրանք շատ, չէ, նրանք ավելի նրբազգաց են, քան մարդը։ Այո, տենց դուրս եկավ ջրով։ Հետաքրքիր է։ Պետք է ուրեմն դա հաշվի առնել, կան տեխնիկական ջրեր ենք մենք ասում, հա, երևի բոլորն էլ լսել են, դա այն ջրերն են, որոնք ուղղակի տեխնիկական խնդիրներ լուծելու համար օգտագործվող ջրերն են։ Օրինակ գետերի ջրերը։ Գետերի ջրերը դրանք առանձին թեմա են, գիտեք, չեմ ուզում մենք շատ անգամ այդ գետերի ջրերին որպես աղբանոց ենք վերաբերվում։ Եվ կան երևույթներ, որ աններելի բան են ուղղակի, որ հանդիպում են։ Ես մի 3 տարի առաջ մասնակցում էի մի թեմայի Սևանի ծաղկման հետ կապված, երևի լսել։ Այո, իհարկե։ Հա, եւ ես տեսել եմ Սևանի ծաղկած վիճակը մի քանի անգամ, բայց մի անգամ դա 20 թվի հուլիսի 7-ին էր։ Ահա։ Ջուրը ամեն ինչի նման էր բացի ջրից, ափին։ Ամբողջությամբ կանաչ եւ թանձր։ Ես էլ եմ տեսել։ Դա ուղղակի, դա մի անգամ եղավ, սարսափելի վիճակ էր դա, ուղղակի դա առաջի հերթին աղտոտման հետևանք է եւ իմ կարծիքով մակարդակի ավելորդ իջեցման։ Ահա։ Առաջինը ուրեմն ինչի հետ կապված ազոտի միացություններն են լցվում մեծ քանակով Սևան։ Ազոտի միացությունները առաջանում են գոմերից, ազոտական պարտանյութերից, զուգարաններից, հա։ Այսինքն կոյուղաջրեր։ Կոյուղաջրեր։ Եվ մակարդակի իջեցումն էլ նպաստում է ինչին, որ արևի ճառագայթներն ավելի շուտ են հասնում հատակին եւ ոչ միայն շուտ, այլև տեղեր կա, որտեղ չէին հասնում առաջ, հիմա հասնում են։ Դա առաջացնում է ֆոտոսինթեզի երևույթ ու սկսում է ծաղկման process-ներ։ Սա կործանարար երևույթ է։ Ես չեմ ուզում վախեցնել եւ չեմ էլ կարծում, որ դրան կհասնենք, բայց գոյություն ունի էվտրոֆիկացիա հասկացությունը։ Ամեն անգամ մարդիկ վախ են ապրում, որ ճահճակալում եւ ճահճակալում երկու երևույթ կան, էվտրոֆիկացիան ուրեմն ճահճացում, դա այն երևույթն է, որ անդարձելի է։ Սա չի կարելի թույլ տալ։ Եթե դա հանկարծ սկսվի, դա կործանարար, դա մինչև վերջ գնում է եւ ասենք փոքր Սևանը կմնա առանց կանաչի,
այն որտեղ մոտ 90 մետր խորություն ունի։ Այո։ Բայց այնտեղ հասնելու համար ստիպած կլինենք ճահիճ հաղթահարել, որ այնքան էլ հեշտ գործ չի, եւ դա արդեն իմաստ չի ունենա այնտեղ հասնելը։ Մենք պետք է սրան շատ ուշադիր եւ այդ ջրի բաց թողումները, որ մի քանի միլիոն խորանարդ մետրով ամեն մի քանի 100 խորանարդ մետրով բաց են թողնում, հետո էլ հայտարարում են, որ դա բավարար չի, ստիպված ենք էլի, այդ դա արդեն չեմ ուզում գնահատական տալ, որ Այսինքն խնդիրը մենք չունենք ջրի պակաս, ունենք ջրի կառավարման պակաս, այդպես է։ Երբ եւ ինչպես է ձևավորվել Սևանա լիճը։ Այս հարցը շատ շատերին է հետաքրքրում եւ երբեմն մարդիկ չեն էլ պատկերացնում, որ այդ լիճը ինչպես կարող է, լավ, ես խնդրեմ դուք պատասխանեք, ես չմեկնաբանեմ։ Վերջնական մարդիկ կան, որ իրենց կարծիքն ունեն եւ ասում են, որ դա վերջնական դա է։ Իսկ ինչ է ասում Հայաստանի երկրաբանների ինստիտուտը։ Երկրաբանները ունեն երկու հիմնական տեսակետ։ Մեկը որ դա տեկտոնական շարժման հետևանքով առաջացած գոքավորությունը, որը հետագայում լցվել է, եւ ուրեմն մյուսն էլ որ այդ շարժումները բերել են մեծ բլոկների տեղաշարժերի եւ փակվել է Հրազդանի հունը եւ դա սկսել է լցվել, դարձել է այդ լիճ, այդ գոքավորությունում։ Ես չգիտեմ, թե ինչ վերջնական պատասխան կարելի է տալ դրան, ըստ երևույթին դա դեռ ուսումնասիրությունների կարիք ունի եւ ինքը յուրահատուկ լիճ է Սևանը եւ իր տեղադրման բարձրությունը եւ իր մեր ինստիտուտում անում են ստորջրյա հետազոտություններ, այնտեղ գտել են խզվածքներ, որոնցից գազեր են դուրս գալիս։ Մենք շատ հետաքրքիր բաներ ունենք այդտեղ, բայց իհարկե հոդվածներ, զեկուցումներ այդ բոլորի մասին կան, բայց վերջնական համենայնպես ես չեմ ուզում ինչ որ բան ասել։ Իսկ դրանք ինչ գազեր են, կապ ունեն հանքային գազերի որակի հետ, թե բոլորովին այլ։ Հանքային գազեր, դա հանքային ջրերի գազեր ուզում եք ասել։ Դրանք ուրեմն թե տեկտոնական հավաքված խզվածքներից դուրս եկող մագմատիկ օջախից։ Դրանք ուրեմն մեթան են, մեթան գրանցվել է նույնիսկ մակերևույթին։ Հա, փոքր քանակներով մեր բայց վտանգավոր չի։ Երկրաբանական տեսակետից չէ։ Մենք արդեն այնքան վտանգավոր գոտում ենք ապրում, որ մեթանից չենք կարող վախենալ։ Շատ հետաքրքիր են այդ հարցերը, այդտեղ հիշում եք այդ մակարդակի իջնելուց այդ Լճաշենի գերեզմանները հայտնաբերել։ Այո, Լճաշենի հնավայրը, դամբարանները։ Կան ուսումնասիրություններ, էլի մեր երկրաբան, շատ լավ երկրաբաններն են, դա ուրեմն հնաբանական մեթոդներով, պալենտոլոգիական մեթոդներով որոշել, որ դարաշրջանում ինչ մակարդակ է ունեցել Սևանը, ինչ տատանումներ են եղել ջրի մակարդակի, այս բոլորը շարունակվում են դեռ, շարունակվում են եւ երևի մի օր արդեն վերջնական կդրվի այդ պատասխանը։ Մոտավորապես որքան ժամանակ առաջ է ձևավորվել Սևանա լիճը։ Գիտեք, ես այդ տարիները չեմ հիշում։ Որովհետեւ մի քանի բաներ եմ կարդում։ Հասկանալի։ Ինձ համար դա ամեն դեպքում դա այնքան էլ հին չի։ Երկրաբանական ժամանակը ոչ թե մեր։ Այսինքն միլիոնավոր չէ, այլ մի քանի հազար կամ տասնյակ հազար տարվա մասին ենք խոսում։ Մի քանի 100,000։ Մի քանի 100,000։ Սովորաբար լճերից մեկ կետ է դուրս գալիս, դա ցածր կետում գտնվող, հա, հատվածից Սևանի դեպքում։ Սևան, իսկ կան լճեր, որոնք մի քանի գետ ունեն դուրս եկող։ Դա ոչ մի օրինաչափություն չկա այդտեղ, կարող են մի քանիսը դուրս գալ, կարող են փակ ավազաններ ունենք, որտեղ ասենք մի գետ կարող է լցվել, մի քանիսը դուրս գալ, կան այդ տեսակ աշխարհում հայտնի, կան այդ մեծ լճեր, ծովեր կան այդտեղ։ Զուտ պայմանավորված է ռելիեֆային գոտուց, միջավայրից, այո։ Գեոմորֆոլոգիա, այսինքն երկրաձևաբանություն, գեոմորֆոլոգիան, դա ինչքանով է նպաստում, ինչքանով բարենպաստ, որ լցվեն եւ 28 մշտական կարելի ասել լցվող գետեր ունենք Սևան եւ մի հատ դուրս եկող, բայց այդ 28-ը ավելի փոքր քանակի ջուր են բերում, քան Հրազդանը, համենայնպես են
ջուրը բաց թողնելու ժամանակ շատ ավելի մեծ ծավալով է դուրս գալիս կան։ Արփա սևանն էլ շատ քիչ քանակով Չի հասցնում ժամանակը ապահովել։ մեր պետք է կանգնացնել, մաքրել, խնամել, դա էլ այդքան մեծ օգնում է, բայց Այսինքն մենք կարող ենք ենթադրել այս զրույցից, որ Հրազդան գետը շատ ավելի հին է, քան Սևանա լիճը։ Տրամաբանում։ շատ չգիտեմ, բայց որ ավելի հին է ըստ այդ մի տեսակետի, որ հունը փակվել եւ առաջացել է, այդ դեպքում իհարկե լճից հին պետք է լինի։ Հայկական լեռնաշխարհի տարածքում մի ժամանակ կար օվկիանոս, կամ հայկական լեռնաշխարհի մի հատվածը օվկիանոսի հատակ էր, ավելի գրագետ ձևակերպեմ հարցը։ Այդ գիտեք դուք շատ երկրաբանական ժամանակաշրջանների մասին եք ասում, դա շատ ավելի մեզանից հեռու կա սառցապատման նույնիսկ նշաններ, որ սառցապատում է եղել, հետո հետաքաշվել, մենք մինչև հիմա ունենք սառցապատման հետևանքով առաջացած ռելիեֆ եւ գոյացություններ, այդ հեղկված ապարներ, գրաքարերի նման եւ հանկարծ գետերից շատ հեռու տեսնում ենք այդ դրանք բոլորը եղել են եւ օվկիանոսի հատակ էլ է եղել դա, բայց այնքան հեռու է որ ես փոքր էի այդ ժամանակ 200 միլիոն տարի առաջ։ Իսկ սառցադաշտային լճեր կան, չէ՞, սառցադաշտային հայկական լեռնաշխարհում, դրանք քիչ չեն։ Թե քիչ են համեմատած քիչ են, ավելի շատ են կրատերային հրաբխային խառնարանային դրանք իդեպ շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր բաներ են, ազդահակի լիճը կա, այո, շատ են։ Մի 7-8 լիճ գիտեմ, մեկը մեկից ոչ միտեղից չեմ ուզեցել այդ գալ, այս տեսակ բաները, դրանք այդ խառնարանի ձևավորումից հետո, երբ որ արդեն այդ հրաբխի այդ նյութերը սկսում են արդեն դադարում հրաբխը սկսում են նստել, այդտեղ անձրևներից առաջանում են այդ լճերը եւ այնքան բարենպաստ պայմաններ, որ դրանք պահպանվում են։ Կան իհարկե շատ փոքրիկները, փոքր խորությամբ, բայց ուղղակի եւ մենք ուսումնասիրեցինք դրանք իզոտոպային կազմի վերաբերյալ, որովհետեւ դրանք տալիս են շատ կարեւոր տվյալներ եւ մագմատիկ օջախի մասին եւ արտավիժած նյութի կազմի մասին, թե ինչն է անցել ջրի մեջ, դրանք երկար կարող են պահպանվել առանց ոչ մի փոփոխման, այն առաջի փոփոխությունները նկատի չոր օքսիդացում եւ այլն, ոչ թե սրանք, այլ այն փոփոխությունները, որոնք մեզ շեղեն ուղղակի, չէ, դրանք մնում են, արտահայտվում են։ Մի 3-4 տարի առաջ մենք մի թեմա արեցինք շատ հետաքրքիր, բայց այդ ջրերը գիտեք ոնց են, երևի ամենամատչելին, որ բոլորը երևի տեսեն Արագածի, հա, Քարելիճ, ասված լիճը, տեսեք զարմանալի բան է, ոչ մի գետ չի լցվում իր մեջ, բայց ինքը ունի ներքին սնուցում, այդ բոլոր լանջերով եկող այդ բոլոր հոսքերը տակից իրան սնում են, նա երբեք չի ցամաքում, ամենաչոր սեզոնին էլ չի ցամաքում, երբեք չի իջնում մակարդակը պրակտիկորեն եւ ոչ էլ բարձրանում, նա այդպես իսկ խառնարանային լճերը դե նրա հետ համեմատաբար փոքր են, շատ ավելի տատանումներ են ունենում, բայց մեծ ինֆորմացիա են պարունակում, երկրաբանական մեծ ինֆորմացիա։ Այսինքն մենք կարող ենք այդ լճերի ջրի որակից հասկանալ, թե ինչ լավայի, պեմզայի եւ մնացած հանքանյութերի պարունակություն, ազդեցություն։ Այդ բոլորը ավելի հեշտ է անել հենց հրաբխագիտական ուսումնասիրություններով, հրաբխի պրոդուկտները վերցնել եւ ուսումնասիրել երկրաբանական ուսում։ Մենք հրաբխների մասին իհարկե զրույց կունենանք մասնագետի հետ։ Դա ես կարծում եմ շատ հետաքրքիր, բայց իհարկե ջրերն էլ են շատ հետաքրքիր, օրինակ ես էլ եմ մի քանի խառնարանային լիճ տեսել հենց լեռների գագաթներին, որն է ձեզ համար ամենահետաքրքիր խառնարանային լիճը։ Գիտեք, դժվարանամ ասել։ Մեկը մյուսին նման չեն եւ
չտեսնված գեղեցիկ են, Ջրի որակի առումով։ չէ, ուղղակի գեղեցկության էսթետիկ առումով, իսկ որակը սովորական մեր Բայց տարբեր են, հա։ Բոլոր խառնարանային լճերը տարբեր տարբերություններ իհարկե կան։ Ահա։ Չէ, այն ինչ որ բնորոշ է այդ տիպի ջրերին, դա հիմնականում պահպանում է, բայց կան որոշակի, երբ որ մենք իզոտոպային արդեն ուսումնասիրություններ ենք տեսնում ենք, մասնագիտական։ հա, տարբերություններ կան եւ դրանք ինֆորմատիվ են, շատ մեծ ինֆորմացիա են տալիս։ Իսկ դրանք վտանգավոր են մարդու համար։ Օրինակ ես տեսել եմ, որ խառնարանային լճերում արշավորդները երբեմն լողում են։ Լողալը ված չի, ամենևս դա շատ ավելի քիչ վտանգավոր է, քան Սևանի ծաղկած ժամանակ լողան, ես դա տեսել եմ։ Հիմնականում մաքուր ջրեր են դրանք։ Հիմնականում մաքուր, ուղղակի շատ սառն են։ Հա, 3000 մետր բարձրության վրա չէր կարող ակտյուրի։ Եվ ավել։ Ի տարբերություն 2000 մետր Սևանի, որտեղ ամռանել է դժվար սառը ջրի մեջ, բայց 3000-3500 իհարկե։ Իսկ ջուրը փաստորեն գոլորշիանում է, վերադառնում է երկիր, հա, տարբեր անձրևիդյան տեսքով։ Տեղումներից ձևավորված ջրերը որակական փոփոխություն ունեն։ Մենք տեսնում ենք օրինակ Երևանում երբեմն անձրևից հետո մեքենաները ցեխոտվում են։ Այսինքն ցեխաջուր է գալիս Երևանի գլխին։ Դա հիմա է շատ լավ արտահայտված, որ ամբողջ քաղաքը փոշու, շինարարական փոշու մեջ է եւ այդ փոշին վերև է բարձրանում։ Այդ անձրևը այդ փոշին վերցնում է իհարկե եւ լցնում է մեքենաների վրա էլ։ Սովորաբար անձրևաջուրը մենք առիթ ունեցել ենք անձրևաջրերը հետազոտելու, սովորաբար շատ ցածր հանքայնացում ունեցող, այսինքն իսկական անձրև թորած ջրին մոտ ինչ որ մի բան կա, ձևավորվում են բավականին բարձր, որտեղ չի հասնում մեր հիմնական արտանետած գազերի փոշու ազդեցությունը չի հասնում, ու նրանք այդ ճանապարհին թե ինչքան կախտոտվեն, դա արդեն մեր արածն է, իրանք մեղավոր չեն։ Այսինքն վերևից մաքուր ֆիլտրված թափվում են ջրերը, արդեն երկրի մակերևույթին խառնվելով փոշուն գազերին, մոտենալով երկրի մակերևույթին կեղտոտվում են։ Կան լսել եք երևի դեղին անձրև, կանաչ անձրև։ Դեղինը տեսնում ենք երբեմն փոշու մեքենաների վրա փոշու շերտերով։ Կանաչ անձրևը լսել եմ, բայց շատ բան չգիտեմ։ Ես էլ շատ բան չգիտեմ, գիտեմ որ դրանք սպորներն են, որոնք քամու հետ բարձրանում են վերև, եւ կան գազերի հետ կապված, ես չգիտեմ թե ինչի արտադրություն, բայց այդ դեղինի նման, հա, մենք ծծումբը երբ որ արտանետում ենք, իսկ ծծումբի արտադրությունը ամենտեղ անցանկալի երևույթ։ Այդ դեղինը հենց ծծումբի այդ ռեակցիայի հետևանքով է լինում, շատ տհաճ, շատ ես օրինակ 80-ականների կեսերին Ալավերդում տեսել եմ ժայռերը բոլորը ժանգի գույն էին։ Հենց քաղաքի մեջ երկու կողմերը եւ այդ ֆինիկլոր կա, հիմա էլ կա դա բարձրանում, դրանով բարձրանալով ես զարմացած նայում եմ ինչ են ժայռերը։ Ու գիտեք, հենց որ կոմբինատը դադարեց աշխատել, ամենևս փոքր հզորությամբ, եթե հիմա էլ մեկ-մեկ աշխատում է, հիմա ամբողջ կանաչի մեջ է։ Լրիվ ուրիշ։ Հա, հետաքրքիր է։ Դա կա։ Եվ այդ ժամանակ անձրևը դեղին Հա, որովհետև պարունակում էր մեծ քանակությամբ ծծումբեր մեջ։ Եվ վտանգավոր էր երևի։ Իհարկե, ցանկալի չի բոլորովին։ Իսկ արդյոք տրամաբանությունս ճիշտ է հուշում, որ ձյունը շատ ավելի մաքուր պետք է հասնի երկրի մակերևույթին, քան անձրևը։ Ну, եթե աղտոտված օդով կա, նույն փրկություն չկա։ Հասկացա։ Ձյունը սովորաբար հենց առաջի են փաթիլները արդեն նստացնում են ինչ որ բան որ կա։ Հա։ Նույնիսկ գրիպի միշտ ավանդաբար տատիկները ասում էին ձյունը թող գա հիվանդությունները տանի։ Եվ դա կա օդի հետ այդ ամեն ինչը նստացնում են։ Այսինքն լեռնային գոտիներում կարելի է թասերը դնել դրսում եւ թորած անձրևաջուրը հավաքել ու օգտագործել խմելու նպատակով։
հիմնական, բայց մենք ունենք շատ ավելի որակյալ աղբյուրներ։ Այո, Հայաստանում կա 900 հանքային աղբյուր, ճիշտ գիտեմ։ 700 անձնագրավորված աղբյուրներ։ Իսկ այդ անձնագրավորված որ չեն, դրանց քանակը ես չգիտեմ, եւ դրանք շատ տարբեր դեբիտը դա ծախսն է միավոր ժամանակում, ինչքան ջուր է տալիս։ Կան չնչին, հա, 0.01 միլիլիտր մինչև մի քանի հազար լիտր վարկյանում։ Եվ մենք դրա համար եմ ասում, մենք ապահովված ենք ջրով, մենք ուղղակի չգիտենք դրան պահպանել։ Մեծ աղբյուրներ կան, այդ Գառնիի աղբյուրները 40 աղբյուր կա, այդ Ապարանի շատ կան, մի հատ չէ, երկու հատ չի, դա Կազանչի, հա, այդ հսկայա, մի քանի սրանք որ ասում մի քանի հազար լիտր են մի վարկյանում։ Իհարկե դա այսպես մի շիտ չի, հավաքում են, հա, դրենաժի պես ինչ-որ բան են սարքում, այդ բոլորը հավաքվում են, հաշվարկներով դա ինչքան պետքա տան, որ անընդհատ այդ ջուրը ապահովված, քանակը ապահովված ունենան, եւ դա բավարարում է հոյակապ ջուր։ Դուք ասացիք, որ մեր ջուրը համապատասխանում է աշխարհի ամենաբարձր չափանիշներին, իսկ որ երկրների ջրերի եւ որ երկրների հանքային ջրերի հետ կարող եք համեմատել մեր երկրի պաշարները։ Ես նկատի ունեմ եւ քաղցրահամը եւ հանքային ջրերը։ Շատ լավ, երկուսի մասին եմ փորձեմ ասել։ Քաղցրահամ ջրերի ամենախիստ պահանջները ունի Շվեյցարիան։ Ահա։ Դա երևի բնական է, որովհետեւ նրանք սովոր են ալպերի ջրի օգտագործմանը, բայց նրանք էլ գիտեք 3 նորմ ունեն։ Մի հատ սովորական խմելու ջուր, մի հատ լավ որակի խմելու ջուր եւ էքստրա որակի ջուր։ Մեր ջուրը զիջում է այդ էքստրա որակին, որովհետեւ այնտեղ կան էլեմենտներ, որոնց քանակները այնքան են, որ մեր մոտ ավել են մի քիչ։ Հա, այսինքն դրանք վտանգավոր նյութերի մասին է։ Վտանգավորի մասին չի խոսքը։ Ուղղակի ես հիմա դες փորձեմ տեսեք մենք գենետիկական հակվածություն ունեցող ժողովուրդ ենք լեռնային երկրի, հա, Հայաստանի մասշտաբով վերցնենք, կարող ենք նույնիսկ առանձին գյուղերի մասշտաբով եւ Երևանի մասշտաբով վերցնել։ Ես որ նոր էի սկսել երկրաբանականին աշխատանք, ասենք գնում էի Ղափան, երբ որ այդ ջուրը խմում էի կամ Ալավերդի, ինչ-որ ստամոքսում զգում էի ինչ-որ բաներ, որ փոփոխվեց, զգացողությունները ջուրը փոխվել է։ Այդ զգացողությունը կար, դե հետո պարզ այնքան գնաց եկա, որ սովորեցիք։ Դա ինչա նշան, իսկ մարդիկ, որոնք դուրս չեն գալիս ցենզուր, նրանց մոտ կա գենետիկական հակվածություն։ Ամբողջ Հայաստանի ժողովրդի համար էլ դա կա, առանձին գյուղերի ու քաղաքների համար էլ։ Հիմա օրինակ Ֆրանսիայում պահանջները այդքան խիստ չեն, բայց նրանք շշալցնում են շատ այսպես թույլ միներալիզացիայով ջրեր, ցածր միներալիզացիայով։ Հիմա այստեղ տեսեք ինչն է հարցը, երբ որ մենք խմենք այդ ջուրը, մեր ծարավը չի հագենում, որովհետև այնտեղ աղերի, լուծված աղերի քանակը շատ ավելի քիչ է, քան մերը։ Նրանք սովորեն դրան։ Դուք նկատած կլինեք, որ դրսից գալիս են մեր մոտ, գերադասում են կոլա խմել, քանց թե վախենում են մեր ջուրը խմել, որտեղ իրանց համար դա ծանր է։ Երևանում օրինակ մոտավորապես 400-350-400 միլիգրամ լիտր հանքայնացում ունենք։ Նորմալ 1 գրամ։ Երբեմն 1.5 են ասում, բայց ես դա ավել եմ համարում, որտեղ դա մի քիչ ավել է, քան մարդը մանավանդ տարիքով մեծերը, տարիքով փոքրերը, հիվանդները, դա չեն կարող այն տեսակ մարսել, ոնց որ պետք է լինի։ Հիմա նրանց մոտ, ասենք 0.007 միլիգրամ է։ Այսինքն մոտավորապես 1.5 անգամ պակաս, քան մերը։ Մենք երբ որ այդ ջուրը խմում ենք, անընդհատ ուզում ենք ծարավում ենք նոր։ Այո։ Ամենապարզ օրինակը, որ բերեմ, թանը, երբ որ հիմա ամառը գկա, բոլորս սկսենք չէ թան խմել։ Փորձեք, իրոք փորձեք, մի անգամ խմեք առանց աղի, երկրորդ անգամ խմեք աղով։ Աղովը հագեցնում է։
Այն որ առանց աղիք խմեք, ձեր ծարավը մի քիչ հետո նորից կսկսի ձեզ։ Ահա թե ինչու են հայերը սիրում աղի ճաշեր, որովհետև ջրի քիմիական կառուցվածքը ազդում է օրգանիզմի վրա։ Բայց դա այնքան չի, որ մեզ ստիպի շատ աղ օգտագործել, չէ։ Դա Հա։ մեր համար նորմալ քանակ է։ Կարևորը որ այդ 1 գրամից չանցնի, եւ դա այն նատրի քլորը չի, ձեր ասածը նատրի քլորն է, ես որ ասում Հասկացա։ ընդհանրապես այդտեղ կալցիում, նատրիում, խլոր, SO4, H2O3, այս բոլոր էլեմենտները այդ լուծված աղերի քանակի մասին է խոսքը։ Հասկացա։ Դրա համար մենք ունենք ուրեմն այս հակվածությունը, որ մեր մոտ պետք է մի քիչ ավել լինի նորմայից բավական ցածր, բայց ավել, քան ասենք ալպերի ջրերն, դե բնական է նրանց մոտ։ Այսինքն Շվեյցարիայի ամենաբարձր մակարդակի այդ կարգի ջուրը շատ քիչ է մեր ջրի որակից տարբերվում։ Միջին վիճակագրական։ Քիչ շատ միգուցե հարաբերական էսպես ասենք, բայց անձամբ իմ համար ես գիտեմ, որ ես այդ ջրով երբեք չեմ հագենա։ Այո, սովորաբար ճամփորդելիս ես ինքս խնդիր եմ ունենում, խմում եմ եւ չեմ հասկանում ինչ կուլ գնաց, երբ վերադառնում եմ Հայաստան, երբ երկար եմ մնում դրսում 2-3 ամիս, վերադառնում եմ սկզբում արդեն անսովոր է լինում առաջին 1-2 օրը խմել տեղի ջուրը, որովհետեւ կարծես կշիռով ծանր է։ Թվում է էլի 200 գրամ մեկ բաժակում, բայց ինչ որ բան փոխվում է։ Հենց այդ լուծված աղերի քանակի, բայց եթե ուշադիր եղել եք նկատած կլինեք, որ այնտեղ շատ ավելի դժվար եք սովորում են այո։ Իսկ այստեղ գալուց 1 կամ 2 օր, մաքսիմում 2 օր, համաձայն եմ։ դա ձեր գենետիկ հակվածության ուրեմն հետևանքն է, այդ որ ես երևի իրավունք չունեմ այդ բժշկական տերմինը օգտագործելու, Ամեն դեպքում հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Դուք ճահիճների մասին էլ խոսեցիք, այսինքն Սևանի ճահճացման վտանգի, եւ ինձ մոտ հարց առաջացավ, մենք հաճախ մենք գիտենք, որ Արարատյան դաշտում կան ճահճային գոտիներ եւ երբեմն վատ հոտ է գալիս, երբ անցնում ենք, բայց ես գիտեմ նաեւ, որ ճահիճները կարեւոր են էկոհամակարգի համար։ Ճահիճները երկակի նշանակության երևույթ են։ Իհարկե տեղամասեր կան, որոնք ասես ապրում են ճահճի հաշվին։ Բայց Արարատյան դաշտում ճահճի արկայությունը դա բոլորովին ցանկալի չի։ Մենք Արարատյան դաշտում ունենք աղակալման process հիմա։ Դա ինչա նշանակում, որ խոնավությունը եւ ջուրը ավելի շատ է հեռանում, իսկ հեռանալուց նրանց աղերը նստում են հողերում եւ մենք ունենում ենք հող, որը գնալով ավելի քիչ պիտանյա դառնում գյուղատնտեսության համար։ Հասկանում։ Սա աղետաբեր երևույթ է։ Այսինքն նրանք վատորակ ճահիճներ են, թե անտեղի ճահիճներ են։ Այնտեղ մենք չունենք կենթանական եւ բուսական աշխարհ, որ ճահճի կարիք ունեն։ Դա ջրի հնանալու, այսպես ծաղկելու, ճահիճ դառնալու ինչ որ երևույթ է, որ դա ցանկալի երևույթ չի։ Ես ճահիճ ասելով ես հասկանում եմ, ասենք ես տեսել եմ ճահիճներ անտառ տայգաներում, տայգայում, այդտեղ ամեն ինչ բերված է դրան, որ այդ ճահիճն է դրանց համար։ Մենք չունենք այդ մեր բնակլիմայական պայմանները ճահճի համար չեն։ Հասկանալի։ Եվ բնական է, որ վատ հոտ գքա, այդտեղից տարածվեն ուրեմն տարբեր հիվանդություններ, գիտեք, առաջ ոնց է եղել Լենինգրադ հիմիկվա Սանկտ Պետերբուրգ։ Այո։ Լենինգրադից միշտ մերոնք ներկրել են օդանավերով, ինքնաթիռներով ձկներ, փոքրիկ ձկներ, որոնք բաց են թողել այդ ձկնաբուծական լճերում։ Ինչի համար։ Այո։ Այդտեղ ուրեմն միշտ արկա էր այդ ճահճի հետ կապված, միշտ արկա էր մալարիայի տարածման վտանգը, որովհետև մեծ քանակի, պարսեր էին ուղղակի։ Այս ձկները ուրեմն սնվում էին
այդ մոծակների ձվերով, իսկ այդ մոծակները իրանց ձվերը դնում էին այն խոտերի վրա, որոնք կախված էին հենց ջրի վրա։ Եվ նրանք ուրեմն ձվադրելուց հետո գնում էին, ասենք, գալիս էին մեզ գծելու, այդ ձկները ուտում էին այդ դրանց ձվերը եւ մալարիան դրանով մեր մոտ իհարկե, հա, հիմա ես չգիտեմ ինչ վիճակ է, համենայնպես գիտեմ, որ ճահիճներ չկան, պարկասու, բայց եթե հանկարծ նորից սկսվի այդ process, այ ոնց որ ասենք աղեղը լճի, հա, տարածքում դա ոնց ասեմ, ցանկալի բան չի։ Դրանից մենակ վնաս կարող են կրել, ոչ թե ինչ որ դրա համար պետքա ճահիճին շատ զգուշ։ Մի խոսքով Հայաստանում այն պետք չի ճահիճները, որտեղ մարդիկ խրվում են եւ խորտակվում, դրանցից չկան։ Դա բոլորովին պետք չի։ Շատ լավ։ Մենք քանի որ դուք երկրաբանության ինստիտուտից եք, այսպիսի հարց ունեմ, մենք անընդհատ լսում ենք, որ անցնելով երկրաբանական շերտերի միջով ջուրը մաքրվում է, զտվում է, ֆիլտրվում է եւ ես շատ եմ լսել, որ տուֆը ամենանպաստավոր շերտերից է եւ հայերը արդեն մշակույթի ոլորտից տուֆերը փորել են եւ տեղադրել են հարմար, ջուրը լցրել են, տակը թասեր են դրել, որպեսզի ջուրը միջով անցնի եւ թասի մեջ կուտակվի արդեն ֆիլտրված։ Կապ ունի դա ձեր մասնագիտության ճշմարտության հետ։ Այդ օրինակ, որ ես ասեցի երկար տարիներ, հա, ճանապարհ են անցնում, սովորաբար ամենամաքուր ջրերը համարում են ճեղքավոր չորրորդական հասակի լավաների մեջով անցնող ջրերը։ Այսինքն մեր ամբողջ այսինքն Գեղամալեռնաշղթայից մինչև Երևան մենք ունենք այդ ապարները։ Տուֆերն էլ իրանք ուղղակի ավելի շուտ են ֆիլտրում այդ ժամանակի առումով, դրանց եթե ճեղքավոր տուֆեր են ավելի արագ այդ անցանելիությունը մեծ է։ Բայց մի հարց էլ կա, ասենք թե անձրևաջուրը կամ ձնհալքի ջուրը, հա, դրանք համարյա թե մաքուր ջրեր են, լրիվ մաքուր։ Երբ որ անցնում են այդ ապարներով, նրանք ոչ միայն ուրեմն ֆիլտրվում են, այլ նաև վերցնում են այդ թե ինչ են վերցնում, այ դա շատ կարևոր է։ Հարստանում են հանքային տարրերով, հա։ Այ դա մեզ պետք չի։ Եթե տենց բան կա, նորմայից ավել քանակները հենց այդտեղ էլ առաջանում են։ Ինչի հանքավայրային ջրերը, հա, որ ես ասացի, կարող են աղբյուր ծառայել մետաղական հանածոներից, օգտակար հանածոներից, դրանց իոնները լուծվում են այդ ջրը։ Այդ ջուրը երբ որ վերևից հա իջնում, գալիս հասնում հանքին, չի ունենում այդ պարունակությունը։ Այդ դրանց մեջով անցնելով ինչ որ բաներ ինքն է թողնում, նստում են ջրից, ինչ որ բաներ լուծում է իր մեջ ու տենց տեղափոխում։ Դա միայն կարելի է շատ արագ ուսումնասիրել ու պարզել ինչ վիճակ է եղել առաջ, ինչ վիճակ է հետո, ու դրա եզրակացնել ջրի օգտագործման մասին։ Այսինքն Գեղարդում լեռների արանքով անցած այդ ջուրը, որը մարդիկ օգտագործում են իբրև բուժիչ, կախարդական բաներ են վերագրում, դա հետազոտված է արդյոք։ Բոլորն են հետազոտված։ Եվ ինչ կասեք, մեզ կհուսադրեք, թե վախենանք զբոսաշրջիկներին այդ ջրի։ Վախենալու ոչինչ չկա, որ այդ ջրերը իրոք շատ մաքուր են, իսկ մաքուրը դա արդեն առողջարար ինչ որ բան հաստատ տենց է իմ կարծիքով։ Ինչ վերաբերում է հոգևոր կողմին, դա արդեն մարդիկ իրանք, եթե դարերով եկել է, հա, ինչ որ բան է, Տաթևի համարել են ասում, հա, այո, սատանիկ ամուրջի տակ էլի այդ ջրերը կան բոլորովին, բայց ես չեմ կարծում, որ սա արդեն ոչ թե ինչ որ ուղղակի որպես երկրաբան ասեմ, ես չեմ կարծում, որ բոլոր այն ջրերը, որոնք շատ տարածված են թթու ջուր անունով, հա։ Այո։ Ինչ են թթու, դրանք ածխաթթու գազի մի քիչ ավելի մեծ պարունակություն ունեն եւ լեզվի վրա օրգանոլեպտիկ հատկություններով թթվի ինչ որ ազդեցություն են, հա, թողնում ու թթու ջուր են։ Հայաստանում տասնյակներով կա թթու ջուր տարբեր մարզերում, միշտ չի որ դրանց օգտագործումը առողջարար է։ Հա։ Եվ նույնն էլ իդեպ տարածված երևույթ է, այդ տաք ջրեր որ ասում են, հա, մենք տաք ջրի
տաք ջրերը սովորաբար հանքային աղբյուրներ են։ Ինչու են տակ։ Ինչու են տակ։ Այո, Նրանք խորքից են գալիս ու մոտ են մագմատիկ օջախներ են։ ընդերքից տակացած բարձրանում են վերև։ Իրանց հետ բերում են շատ լուծված նյութեր, գազեր, դա էլ մեր մոտ տարածված է, ես մի քանի տենց աղբյուր գիտեմ, որոնց վրա կառուցել են ավազաններ, հա, լողավազաններ, փոքրիկ ջրավազաններ, մարդիկ գնում, մտնում, լողանում դուրս են գալիս, դա բոլորովին միանշանակ չի բոլորի համար։ Դեպքեր կան, որ ոչ լավ դեպքեր, այդ ջրի ազդեցություն, այսինքն դա չի կարող, ոնց որ խմելուց մենք բոլորս խմում ենք առանց մտածելու, որ ինչ որ միտեղ մի բան նստեց արդեն։ Նույնն էլ դա է, բայց դա պետքա զգուշ մոտենալ։ Հիվանդություններ կան, որոնք չեն հանդուրժում։ Ես եղել եմ տեղերում, որտեղ ծծումբի հոտը ուղղակի խեղդում է։ Ես չեմ հասկանում մարդիկ ոնց են, ինչի համար են մի կերպ իրանց զսպում այդ հոտին, որ մտնեն այդ ջուրը լողանան դուրս գալու։ Չգիտեմ։ Երբ հետաքրքրության ինչ որ Մի ինտրիգային անգամ կարելի է հետաքրքրության, բայց մարդիկ կան ամեն շաբաթ գիրոյ։ Ну, ջրի հետ պետքա մի քիչ ոչ թե զգուշ, այլ իմանալով վերաբերվել։ Սա է միայն։ բայց մենք ինչպես իմանանք, եթե մասնագետ չենք կամ ցուցանակներ չկան։ Ցուցանակներ հիմա շատ տեղերում կան, իսկ եթե չկան եւ դուք խմում եք, զգում եք, որ դա գազային պարունակիչ ունի, համի տարբերություն եք զգում, այսինքն հանքային ջուր եք խմում, պետք չի չարաշահել։ Ոչ մի այդտեղ մենք փառքաստու բոլորիս տներում եղած ջուրը ոչ մի շատ անգամ լսել եմ բողոքներ քլորի բարձր պարունակության մասին, որ քլորի հոտ է գալիս, բան գիտեք ոնց է դա չարիքներից փոքրագույնն է, ասենց ասեմ։ Աշխարհում հիմա ուրեմն կա իոնիզացման մեթոդը վարակազերծելու ուլտրաֆիոլետը եւ քլորացումը։ Ցավը այն է, որ այն երկուսը այն չեն կարող այնքան վարակազերծել, ինչքան քլորն է անում։ Ու քլորն էլ ինքը եթե շատ լինի իհարկե վնասակար, բայց գիտեք ինչա պետք է անել։ Եթե ասենք թեյնիկն եք ուզում, հա, տակացնել, թե խմելուց կես ժամ առաջ լցրեք ջուրը, թեյնիկի բերանը բաց թողեք, կես ժամ հետո այդ քլորը ինչ որ ցնդելու էր, կցնդի, ինչ որ նստելու էր, կնստի։ Եվ դուք խմեք լրիվ քլորից, համարյա թե լրիվ քլորից ազատված ջուր։ Այսինքն կնստի հատակի, Քլորը միացությունների նման, այսինքն երբ որ- հատակը չօգտագործել ներքևում կուտակված։ ինքը արդեն նստեց, դարձավ այն կալցիի Հա, նստված։ վերջ, էլ Հա, նրա վտանգավոր հետ նա նստում է։ Իսկ հիմնական մասը դա ցնդում է։ Ոչ մի վնասակար, նույնիսկ այդ որ եռալուց էլ, ասենք, դե բերանը փակ, հա, թեյնիկը մենք միշտ եռացնում։ Այո։ Եթե սկսի եռալու բերանը բացեք, մի քիչ երկար կեռա, մինչև անջատվելը, բայց քլորի ավելի Ամբողջ։ ինտենսիվ արտազատում կլինի։ Իսկ այն մյուս երկու մեթոդները, որոնք շատ ավելի ժամանակակից են, այդ ազդեցությունը չունեն, ինչ որ քլորացումն է։ Միայն դա է մեր մոտ, մեր խմելու ջրի համար։ Երևանում ես միշտ արել եմ այդ ամբողջ Երևանի խմելու ջր տարբեր թաղամասերում երկու դեպք եմ հանդիպել, որտեղ համեմատած Շատ բարձր էր նիտրատի պարունակությունը, համեմատած։ Այսինքն, գիտեք ոնց ասեմ, դրա թույլատրելի արժեքը 45 միլիգրամ է մի լիտրում։ Ես կտրականապես դեմ եմ դրան, որովհետև մենք գենետիկորեն սովորենք շատ ավելի ցածր պարունակության։ Երկու թաղամասում տեսել եմ 17 եւ 21 միլիգրամ լիտր։ Այսինքն նորմայից շատ ավելի ցածր, բայց հասկանալի է։ Ամեն դեպքում չվախենանք քլորի Չէ, համից չէ։ եւ երևի վերջին հարցս, որովհետեւ այսպես կարող ենք օրերով խոսել, ցայտաղբյուրների մեր սիրելի պուլպուլակների ջուրը նույնպես անվտանգ է։ լիովին անվտանգ են։ Հանգիստ խմենք Երևանի եւ մյուս քաղաքների ցայտաղբյուրից։ Դրանք այն ջրերն են, որոնք մշտական հոսքի տակ են, իրենց խողովակները այս դեպքում շատ ավելի երկար են ծառայում, այ երբ որ փակում են, հետո բացում են, հետո
ներսում եթե երկար մնաց, սկսում է այդ կորոզիայի process բան, այստեղ առանձնապես վտանգավոր բան չկա, այդ երկաթի պարում ենք երկաթ ամեն ինչ է ուտում եւ խմում ենք երկաթի իոններ, բայց ցանկալի չի համի առումով, հետո մեր Հաճելի չի ջրի անունը, հա, Այո։ մանավանդ հիմա որ մենք լիքը հյուրեր ունենք դրսերից, բայց վտանգավոր ոչինչ չկա, այդ դրանք ասեմ ձեզ որ այսպես ռեգուլյար ստուգվում են սանեպիդկայանների կողմից եւ սանեպիդկայանները պարտավոր են ամեն օր ստուգել մենք եւ սանեպիդկայանները տարբեր հետազոտություններ ենք անում մերը անօրգանական մասին է վերաբերվում ջրի իսկ սանեպիդկայանները անում են օրգանական գիտեք լսած կլինի կոլիցիտր, կոլիինդեքս, հա այդ ցուպիկները աղիքային եւ դրանք ամեն օր պետք է ստուգվեն եւ ես շատ հուսով եմ որ իրոք տենց է լինում այսօր ես ինքս եմ շատ ջուր խմում շատ Ես էլ այսքան չէ Հա այսօր Շնորհակալ եմ անչափ, կարծում եմ բոլորին էր հետաքրքիր ոչ միայն ինձ։ Ես շատ հարցերի պատասխաններ ստացա սեփական հանգստության համար առաջին հերթին, որովհետև իսկապես մենք գլուխ ենք գովում, բայց փաստացի ապացույցներ արդեն ունեմ եւ շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ ինչպես ժողովրդական խոսքն է ասում, ջրի նման երկար կյանք ունենանք։ Լավ եղեք, սիրելի մարդիկ, կհանդիպենք շուտով։